Եթերում Քյավառ հեռուստաընկերության Գեղամա օր լրատվականն է, այսօր 24 մայիսի օրը շաբաթ, բարի երեկո։ Գավառի երաժշտական դպրոցում 2 օր հյուրընկալել են ամերիկահայ դաշնակահար Շահան Արծրունուն։ Այցի առաջին օրը արվեստագետն անցկացրել է վարպետության դասեր, երկրորդ օրը կայացել է նրա համերգը։ Գավառի Հենրիկ Թալալյանի անվան երաժշտական դպրոցում վարպետության դասը վարում է կամերային երաժշտության մասնագետ, դաշնակահար, մանկավարժ Շահան Արծրունին։ Ամերիկահայ արվեստագետն աշխատում է դպրոցի բոլոր բաժինների աշակերտների հետ, նրանց փոխանցելով երաժշտական նոր մտածողություն եւ կատարողականության նոր մոտեցումներ։ Ես նկատեցի, որ դակավին հոս երաժշտական մտածելակերպը 30-40 տարի առաջվա սովետական մտածելակերպն է։ Ադիկա չնշանակեր, որ սովետական մտածելակերպը վատ է, ոչ, սակայն կարևոր է ունենալ նոր տեսանկյունները դիտված, այսպես նվագումը, որպեսզի երաժշտության գաղափարը ավելի ընդլայնվի դղուն գլխուն մեջ, որպեսզի անվերջին կարենա ընդրություն մոնել, թե որը գնախնդրե։ Արևելյանը այստեղի ոճով սորվեցված է, թե ոչ արևմուտքի մոտեցումի երաժշտությանը։ Դաշնակահարը գործնական դասերից բացի հարստացնում է աշակերտների տեսական գիտելիքները, ներկայացնելով երաժշտության պատմության մասին հետաքրքիր ու արժեքավոր տեղեկություններ, խորհուրդ է տալիս բեմական ճիշտ կեցվածքի վերաբերյալ։ Սովորում եմ դաշնամուրային բաժնում արդեն 5 տարի։ Ես վարպետաց դասերից հասկացա շատ լիքը բան, օրինակ ոնց պետք է նվագել եւ հասկանալ արագությունը երաժշտության։ Մեր երեխաները մեծ ողջավորություն ապրեցին վարպետության դասերից, մանկավարժական կոլեկտիվը նույնպես, քանի որ այսպիսի հանդիպումները խիստ անհրաժեշտ են եւ մանկավարժական կոլեկտիվի համար սա փորձի փոխանակում էր։ Տարբերվող դասապրոցեսը տարբերվող մեթոդներով էր։ Շահան Արծրունին Հայաստանի երաժշտական դպրոցներում վարպետաց դասեր անցկացնում է 2017 թվականից Հայ օգնության ֆոնդի աջակցությամբ, արդեն 6 անգամ այցելել է Հայաստան դասավանդելու եւ ելույթներ ունենալու։ Շատ քաղաքներ կան, բնականաբար Հայաստանի մեջ, ուր չեմ գտնված եւ նպատակ ունիմ այդ քաղաքներն այցելելու եւ իմ պաշարս, իմ գաղափարներս անոնց փոխանցելու։ Գավառի երաժշտական դպրոցում բանախոսությանը զուգահեռ կայանում է նաև դաշնակահարի համերգը, ծրագրում հայ կին կոմպոզիտորների, նաև Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի եւ Ֆրեդերիկ Շոպենի ստեղծագործություններն են։ Անահիտ Կարյան, Սարգիս Ալավերդյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամա օր։ Գավառի ավանդական ճաշատեսակների պատրաստման վարպետաց դասեր, ազգային երկուպար, հին գյուղական կենցաղավարության ներկայացում։ Այս միջոցառումներով է ուղեկցվել Գավառի Հացառատ թաղամասում կառուցված էկոհյուրատան բացումը։ Գավառի Հացառատ թաղամասի բնակիչ Գարիկ Պողոսյանը տարիներ առաջ իրենց տնամերձ այգին թանգարան դարձրեց։ 19-ից մինչև 20-րդ դարի կեսերի գյուղական ավանդական կենցաղային իրերի ցուցադրությամբ երիտասարդ այցելուներին պատմում է գրեթե մոռացության մատնված արհեստների ու տեխնոլոգիաների մասին։ Դպրոցական երեխեքը հաճախակի գալիս են եւ հենց այդ գործիքներով բացատրում եւ ցույց են տալի հացի ստեղծման պատմությունը, ինչ գործիքներով, ինչ տարբերակներով, ինչ տանջանքով են այդ մի կտոր հացը վաստակել, որպեսզի ներկա սերունդը գնահատի իր ծնողների ստեղծած այդ մի կտոր հացը։ Այգու նկատմամբ աճող հետաքրքրությունը երիտասարդին էկոհյուրատուն կառուցելու գաղափար տվեց։ Տեղի եւ օտարերկրյա զբոսաշրջիկները ոչ միայն գիշերակացի վայր կունենան, այլև հաղորդակից կլինեն գյուղական ավանդական կենցաղավարությանը։ Աղոթքով եւ օրհնությամբ է մեկնարկում հյուրատան բացման արարողությունը։ Վստահ եմ, որ այս կառույցը եւս, այս շինությունը եւս պիտի ծառայի մեր ազգին, մեր համայնքների ազգաբնակչության եւ այն բարի ցանկությունը, այն բարի ներդրումը, որ կատարել է Գարիկը Պողոսյան իր ընտանիքով, իր հարազատներով, բոլոր այն մարդկանցով, ովքեր որ այսօր կյանքի են կոչել այս շինությունը, թող իրենց հույսերը պսակվեն աստվածային սիրո մեջ։
երեկո հյուրատան բակում միախառնվում են պատրաստվող ավանդական ուտեստների եւ անուշեղենների բույրերը, ցուցադրում են թոնրում կամ խարույկի վրա ամենատարբեր ճաշատեսակների պատրաստման ընթացքը։ Զբոսաշրջիկներին էլ առաջարկելու են ըստ ցանկության անձամբ թոնրով լավաշ եւ գաթա թխել, գավառի հայտնի քյուֆթա եւ այլ ուտեստներ պատրաստել։ Իր անունը ճմուռ է, տնական յուղով է պատրաստած, ձեզ մի կարակը հալել են, արել են յուղ, այդ մաքուր յուղով, պուրիի նման բոքոններ ասիրուն արվում է թունիրի մեջ, ու յուղի մեջ լսնում ես, տապակում ես, ուտում ես ինքը իրանով։ Ինչ-որ բանի մեջ, երբ որ դու ինքդ ջանք ես ներդնում, այդ ավելի համով է ստացվում, փորձված բան է։ Դրա համար միշտ մեր հյուրերը փորձում են, մասնակից են դառնում այդ բոլոր գործողություններին, ինչ որ պատվիրում են, իրանք մասնակից են դառնում եւ անտեսում են։ Զբոսաշրջիկներին տեղական խոհանոցին եւ ավանդույթներին ծանոթացնելն ու դրանց մասնակից դարձնելը մարզում տուրիզմը զարգացնելու լավ հնարավորություն է։ Ոլորտի ներկայացուցիչները կարևորում են նաեւ կեցության պայմանների բարելավումը։ Ամենակարևորը, ինչ ես այսօր այստեղ տեսա, ամեն ինչ շատ համահունչ է տեղի մշակույթին, սովորություններին եւ խոհանոցին։ Շատ կարևոր է, երբ հատկապես միջազգային զբոսաշրջիկը այցելում է մարզ, ինչու՞ չէ, նաեւ մենք քաղաքաբնակներս կարողանա օգտվել մարզային գաստրո փորձառնություններից։ Զբոսաշրջության կոմիտեն իր բոլոր գործիքներով կնպաստի նման նախաձեռնություններին, այդ թվում սոցիալական փաթեթով իրենց հանգիստը անցկացնող մեր քաղաքացիներին ուղղորդելով դեպի մարզեր, դեպի նման հյուրատներ։ Սա որպես զբոսաշրջային կարևորագույն ծառայություն նպաստում է նաև մեր տարածքում ընդհանրապես տնտեսական զարգացմանը, զբոսաշրջիկները տարբեր ծառայություններից են օգտվում եւ դա ուղղակի եւ անուղղակի ազդում է մեր ընդհանուր քաղաքի եւ ամայնքի տնտեսական զարգացմանը։ Վստահ եմ, որ այս հյուրատունը լայնելու է իր ծառայությունները, այս հյուրատունը նաեւ խթան է հանդիսանալու, որպեսզի նաեւ այլ բնակավայրերում նմանօրինակ հյուրատներ զարգանան։ Հյուրատան արտաքին տեսքը կրկնում է 20-րդ դարասկզբին Գավառում կառուցված տների ոճական առանձնահատկությունները, ինչը համահունչ է առաջարկվող ծառայությունների բովանդակությանը։ Անահիտ Կարեյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամաօր։ Քյավառ հեռուստաընկերության Գեղամաօր լրատվականի այս թողարկման համար նախատեսել ենք այսքանը։ Ես հրաժեշտ եմ տալիս եւ մաղթում հաճելի հանգստյան օր։